Ալեն Սիմոնյանի վերջին հանդիպումն է ազգային ժողովի աշխատակիցների հետ։ Հրաժեշտի շփումը ժպիտներով է։ Կուսակցական թիմակիցների կողմից մերժվելուց հետո որոշել է չաշխատել որպես շարքային падգամավոր, մանդատը չի վերցնի, կգնա հանգստի։ Իսկական ուզում մի քիչ հանգստանամ, նաև անձնական կյանք ունեմ եւ անձնական կյանքս եմ ուզում ինչ որ ձևով արդեն վերջնական կարգավորեմ։ Այլ բարձր պաշտոնի էլ գոնե այժմ չի հավակնում Սիմոնյանը, անհեթեթություն է համարում լուրը, թե ցանկացել է Բաղրամյան 19-ից Բաղրամյան 26 տեղափոխվել, աշխատելու որպես հանրապետության նախագահ։ Դա անհեթեթություն է, ես նման բան չեմ մտածում, երբևիցե որևիցե մեկի հետ նման խոսակցություն չեմ ունեցել, կոռեկտ չեմ համարում, մենք Հայաստանի Հանրապետությունը ունի նախագահ, իդեպ ասեմ, որպես քաղաքացի, իմ ամենասիրված, իմ կողմից ամենահարգված նախագահն է։ Սիմոնյանը վստահեցնում է, որ նեղվածություն չունի ոչ ՔՊ վարչությունից, որի վստահությանը չարժանացավ, ոչ էլ կուսակցապետից, շարունակելու է ծառայել ՔՊ-ին եւ լինել Փաշինյանի կողքին։ Գիժեք, գներեք բարի համար։ Ես ամենայն հարգանքով։ Ուրեմն ես որևիցե հավակնություն չունեմ, չեմ ունեցել, իմ քաղաքական սկզբունքը հետևյալն է։ Ես միշտ լինելու եմ Նիկոլ Փաշինյանի կողքին, կես քայլ հետ, այն պահին, երբ որ իրան պետք լինեմ, ինքը շուռ կգա, ինձ կտեսնի։ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ քննարկված վերջին նախագծերից մեկը, որ արտահերթով է բերվել խորհրդարան, ընտրական օրենսգրքի փոփոխություններ։ Ներդրվում է բնակության ցենզ, ըստ որի քվեարկել կարող են միայն այն քաղաքացիները, որոնց կապն ըստ իշխող ուժի պետության հետ իրական է, այլ ոչ թե միայն թղթի վրա։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ազգային ժողովի ընտրություններին եւ հանրաքվեներին ընտրելու իրավունք ունենան այն քաղաքացիները, որոնք քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ, իսկ արտահերթ ընտրության դեպքում նախորդող 28-րդ օրվա դրությամբ, դրան նախորդող 2 տարվա ընթացքում Հայաստանում փաստացի եղել են 1 տարուց ավելի։ Ընտրական իրավունքը բացարձակ իրավունք չէ, պետություններն ունեն հայեցողություն, իրավաչափ նպատակով նախատեսելու կամ նախապայմաններ կամ սահմանափակումներ, նույնիսկ եթե 6 ամսվա հաշվառման կանոնը դիտարկում ենք նախապայման, տրամաբանորեն սա եւս կարող է դիտարկվել որպես նախապայման, եթե 6 ամսվա կանոնը դիտարկում ենք որպես սահմանափակում, սա կընկալենք որպես սահմանափակում։ Այս փոփոխությունը կոշտ արձագանքի արժանացրեցին ընդդիմադիրները, նախագիծը որակեցին հակասահմանադրական, ասացին հրված է Սփյուռքի մեր հայրենակիցներին։ Ազգային ժողովի ընտրությունների համար չկա այդ հնարավորություն նախատեսած, չգիտեմ ձեզ ով է այդ իրավական խորհրդատվությունը տվել։ Սա կատարյալ իրավական տեսակետից ներողություն բարձրանում, բայց ճշգրիտ պիտի գնահատեմ։ Անգրագիտություն է։ Լեզվակռիվը թեժացավ, երբ իշխանական падգամավորները Սփյուռքի հայրենակիցների ժամանումը որակեցին ընտրական տուրիզմ։ Այդ մենք չենք հորինել այդ բառը։ Նիկոլ Փաշինյանն է հորինել այդ բառը 2018-ին։ Հիմա մեզ եք ասում։ Ինչ վերաբերում է պետության եւ քաղաքացու կապը։ Տեսեք ինչ է կատարում։ Շատ կարճ է, պարոն Ռուբինյան։ Մեկը գնացել է արտերկրի աշխատանքի, ընտանիքը էստեղ, ծնողներն էստեղ, երեխեքն էստեղ, բայց իրանց զրկում ենք ընտրելու իրավունքի։ Ավարտեք։ Վերջացնում մի նախադեպ։ Մեկը հայրենիքի դավաճանության հոդվածով, լրտեսության հոդվածով բանտում նստած է, բայց իրան դեռ շարունակում են տալ Հայաստանի ընտրություններին մասնակցելու իրավունք։ Այդ ոնց է չափում պետության եւ քաղաքացու հոգեկան կապը։ Քաղաքացիական պայմանագրի հեղինակած օրինագծի աղմուկը դուրս է եկել Հայաստանի սահմաններից։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում քննարկվող ընտրական օրենսդրության փոփոխությունները համեմատել է Մոլդովայի օրինակի հետ։ Մարիա Զախարովայի խոսքով այս մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանի որոշ քաղաքացիներ զրկվեն ընտրությունների մասնակցելու իրավունքից։ Ալինա Սահակյանն, Էպիկենտրոն։